Բարև ձեզ, բարի գալուստ, ապդեյթ լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Ինչպես գիտեք, այսօր Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այցի մանրամասների մասին պատմում է տեսանյութը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այնուհետև արդեն կառավարությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց օրվա բարձրաստիճան հյուրին։ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները այսօր առավել մոտ են, քան երբևէ։ Այս մասին կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ ուրախ է տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալել Եվրոպական հանձնաժողովի նախագահին Հայաստանում։ Փաշինյանը նաև նշեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ այդ ուղղությամբ Եվրոպական միության աջակցությամբ տարբեր մեխանիզմների կիրառման հարցերը։ Ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի եւ Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը, Թավշյա հեղափոխության ոգին, որը առաջնորդեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կենսունակ է եւ բարգավաճում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ։ Ուստի մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրական։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին։ Գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։
Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք հատկացնել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական, տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային կապուղիների համար ամբողջ հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող, միևնույն ժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործվել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Ուզում եմ սատարել այնտեղի տնտեսության փոքր և միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերային հողագործական տեխնիկաների, ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ ձեռք բերելուն։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև նոր երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի և հաջորդ սերնդի սրտերում և մտքերում։ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են նաև ընդլայնված կազմով, որտեղ բարձրաստիճան հյուրը նշել է, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոմիությունը կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար Եվրոմիության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը, այնպես որ մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել շատ չմոտենալու Եվրամիությանը։ Մենք դա թույլ չենք տա և ձեզ կոժանդակենք դրանում։ Ուստի ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար Եվրամիության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության պրոցեսում։ Եվ վերջում Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվեց։ Օդանավակայանում նրան ճանապարհեց վարչապետ Փաշինյանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայաստանյան այցին անդրադարձել ենք նաև վերլուծական բաժնում, բաց չթողնեք այն մեր թողարկումից անմիջապես հետո։ Հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնի մանդատը և չի լինի նոր խորհրդարանում, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանական ղեկավարի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այս պահին խորհրդարանի փոխխոսնակն է։ Թեկնածուների թվում էին նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ալեն Սիմոնյանը նաև հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի իշխանությունները իրեն դիտարկում են որպես Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասաց, որ երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չի ունեցել։ Իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ
իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում նեղվածություն որպես այդպեսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային process-ը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ, ես էլ չէ հասկանում, որ 5 տարին երբ որ լրանա, ես նորից պետք է գնամ այդ մանդատը ստանալու, ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը, ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ, ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր էր, ազգային ժողովը մի մոռացեք, որ սա յետ պատերազմյան ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների եւ ծանր իրավիճակների մեջով անցած ազգային ժողով էր եւ իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ եւ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ ուզում եմ ինչ որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք եւ մարդկանց շատ չհոգնեցնեք։ Դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում։ Մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն են։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա եւ մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում եմ։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրում եմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխազ Ղազարյանը եւ Թագուհի Ղազարյանը հեղինակել են օրենսդրական նախագիծ, որը միտված է ընտրակաշարքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել ընտրակաշարք տալու, ստանալու եւ դրան միջնորդելու համար նախատեսված պատժաչափերը, ինչպես նաեւ սահմանել խիստ մասնագիտական արգելքներ նման հանցագործություն կատարած անձանց համար։ Ընտրակաշարքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ։ Անցած ընտրություններին առնվազն մենք ականատես եղանք, որ մեզ թվացած 2018-ից հետո փակված ընտրակաշարքի էջը որոշ ուժեր փորձ արեցին վերակենդանացնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին նորից գնապիտակ փակցնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը գնելու։ Նրանց դա հաջողվեց անել ընդամենը մասամբ, որովհետև նրանց վերջնական պլանում ու կամ առնվազն նրանց կողմից ծախսված փողերի քանակը նայելով ակնհայտ է, որ նրանց ախորժակը շատ ավելի մեծ էր։ Սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, հենց քարոզարշավի օրերին էր, որ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանի, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Տիկին Ջուլհակյանի, Տիկին Ալխազ Ղազարյանի հետ որոշեցինք, որ այս նախագիծը պիտի բերենք եւ խստացնենք սրանով ընտրակաշարք տալու, ընտրակաշարք ստանալու, ընտրակաշարք տալ կամ ստանալու համար միջնորդելու համար նախատեսված պատիժներ։ Տվյալ նախագծով, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, նախատեսվում է, որ ընտրակաշարատու սրիկաները ավելի երկար կմնան բանտում, որ ընտրակաշարք վերցրած քաղաքացիներ ավելի երկար կմնան բանտում,
Ընտրակաշառքի համար միջնորդած քաղաքացիները ավելի երկար կմնան բանտում։ Սրան զուգահեռ մենք նաև նախատեսում ենք հատուկ կարգավորումներ, որ ընտրակաշառք բաժանած բոլոր սրիկաները շատ երկար ժամանակ չկարողանան զբաղեցնել պետական, համայնքային, ծառայողական պաշտոններ, հանրային պաշտոններ, ավելի մանրամասն կառավարության ներկայացուցիչը կարծում եմ կներկայացնի, որովհետև այս մասով որոշակի քննարկում կար երեք հանձնաժողովի նիստում։ Մի խոսքով, սիրելի քաղաքացիներ, ինչի մասին է օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը նրա մասին է, որ ընտրակաշառատու սրիկաները պիտի պատժվեն եւ ընտրակաշառատու սրիկաները պատժվելու են։ Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառել, ինչը հնարավորություն կտա այդ ապրանքների մի մասը Եվրոպական միություն արտահանել առանց մաքսատուրքերի։ Այդ մասին կառավարության նիստին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով նախաձեռնությունը կվերաբերի Հայաստանից պոտենցիալ արտահանման շուրջ 80%-ին։ Այսօրվա մեր նիստը մեր սովորական ժամից ավելի ուշ ենք սկսում։ Գիտեք, որ դա կապված էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատանքային այցի հետ, եւ այցը շատ կարևոր իրադարձության էր նվիրված, որովհետեւ Եվրոպական միության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր Եվրոպական միություն կարտահանվեն, կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն ազատ առևտրի ռեժիմով։ Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն այս որոշումը կվերաբերվի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80%-ին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99%-ին, գյուղատնտեսական արտադրանքի պտուղ բանջարեղենի 99%-ին եւ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90%-ին։ Իհարկե այս ցուցակները կջշկրտվեն, պիտի արձանագրեմ, որ մինչև այս որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կտևի, որտեղ անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն եւ նաեւ Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի, դա որոշակի ժամանակ կտանի։ Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարելով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը, առանց քննություն հանձնելու։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի համար 385M որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը վերաբերվում է վարորդական վկայականներին։ Վերջերս ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքի ձեռքված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում եւ մեր մնացյալ ընթացակարգերը, որոնք որ նախատեսված են, արդեն մտնում են process-ի մեջ եւ կարող են դիմել, իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը։ Երկու իրավիճակ կարող ենք ունենալ։ Առաջինը, օրինակ, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով, օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում, կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական տուրքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ան Թովթ Սորենսենի հետ։ Ողջունելով դեսպանին, նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացրած աշխատանքի, ինչպես նաև Հայաստան եւ Դանիա հարաբերությունների զարգացման, քաղաքական երկխոսության ակտիվացման եւ երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Դանիայի շարունակական աջակցությունը, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ հաջողություններ մաղթել դեսպանին հետագա գործունեության ընթացքում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Միացյալ Նահանգների ազգային տոնի անկախության 250-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Միացյալ Նահանգների ղեկավարությանը եւ բարեկամ ամերիկացի ժողովրդին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել TRIP ծրագրին, ընդգծելով դրա կարևոր նշանակությունը Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսական կապերի խորացման եւ ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից։ Շնորհավորում եմ հանձնելիս ձեզ Միացյալ Նահանգների ժողովրդին, իշխանությանը, կառավարությանը, նախագահ Տրամփին անկախության 250-ամյակի կապակցությամբ 250 տարվա անկախության օրը նշելը մեկ անգամ եւս հուշում է մեզ, որ իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիների ընթացքում կարողացավ դառնալ աշխարհի ամենազարգացած ժողովրդավարական ամենաազատ երկիրը։ Մաղթում խաղաղություն եւ բարօրություն, նոր նախաձեռնություններ հանուն մարդկության զարգացման։ Այլ թեմաների մասին նոր նշանակումներ են կատարվել Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոլազյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Այս պահին առաջարկում եմ կրկին վերադառնալ կառավարություն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Վարչապետ Փաշինյանը ասել է, որ քաղաքական մակարդակում Եվրոմիություն արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է ակտիվ աշխատենք, նաև հավելել, որ կառավարությունը չի սպասել Եվրամիության աջակցությանը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկել։ Այդ ազդեցությունը տնտեսվարողները վաղուց են զգում, որովհետև կառավարությունը որոշումներ է կայացրել եւ բյուջետային հատկացումներ է արել վարկերի մասով աջակցության ծրագրեր ունեն, կառավարության նիստում այսօր եւս 2 աջակցության ծրագիր ընդունեցինք, չնայած դրանք զեկուցվող հարցեր չէին, այսինքն կառավարությունը չի սպասել Եվրամիության աջակցությանը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկել եւ այդ աջակցությունը արդեն իրականացվում է եւ բազմաթիվ ծրագրեր իրականացվել են արտանման աջակցության գործակալության ձևավորման process-ը ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման, վարչապետը պատասխանելով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումների վերաբերյալ հարցին հայտարարել է, որ երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են եւ պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ոչ հնարավոր չի վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից այն ինչ որ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել եւ մասնավորապես առաջիկայում, այսինքն արդեն մենք սկսել ենք process-ները, որոնք միտված են Գյումրի Ախուրիկ հատվածի եւ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը եւ մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը, դա չի կարող այդպիսի բան լինել։ Դա մեր երկաթուղին է, վերջո եկեք մի բան արձանագրենք։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է
եւ մենք մեր սեփականությունը պետքա կառավարենք։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ այդ թվում իրավական կոնսուլտացիաների արդյունքում պետքա, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետքա մենք այդ հարցերը լուծենք, բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր process-ներում հարավկովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում, բայց ես էլի եմ ուզում ասել, ես չեմ ուզում մտնել եթե այսպես, ապա ինչ, ապա եթե այսպես ինչ, եթե այնպես ինչ։ Այսինքն այդ ժանրի մեջ չեմ ուզում մտնել, ես կարող եմ վճռականորեն ասել մի բան, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետքա ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել։ Դա բացառված է ուրիշ այլ տարբերակ։ Եվ մենք պետքա բոլորս ելնենք այս ելակետից։ Մենք չենք կարող ասել, դա գիտեք ինչ, դե մեր երկաթուղին է, բայց ոչինչ, դա թող տենց փակուղի էլ մնա, չի կարող այդպիսի բան լինել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային արտահայտություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Շարունակենք թողարկումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է եւ առանձնազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քյուլուգեի հետ։ Ավանեսյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման 6 ամիսների արդյունքները եւ այն առաջընթացը, որն առկա է առողջապահական ոլորտում։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Ալբանիայում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ 3 իրավապահ եւ 1 ցուցարար տուժել են։ Իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել եւ արցունքաբեր գազ կիրառել խորհրդարանի առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։ Տիրանայում ավելի քան 1 ամիս է ամեն օր տեղի են ունենում ցույցեր։ Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար, կապված մերձափնյա եւ պաշտպանված տարածքներում նախատեսվող որոշ ծրագրերի հետ։ Կառավարությունը հերքում է կոռուպցիայի մեղադրանքները։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տալու այնպիսի իրավիճակ, երբ Պանամայի ջրանցքը գտնվի Չինաստանի վերահսկողության ներքո։ Այս մասին ասել է նա ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտա նահանգում։ Խոսելով ջրանցքի մասին նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն տվել է Պանամային։ Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։ Նա Չինաստանի առևտրային ներկայությունն այդ ռազմավարական ջրային ուղում համարել է սպառնալիք ԱՄՆ անվտանգության եւ առևտրային շահերի համար։ 1914 թվականին շահագործման հանձնված ջրանցքը կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից եւ գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս կարտերի պայմանագրով սահմանվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվեց 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում է ջրանցքի չեզոք կարգավիճակ եւ դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։ Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել ճնշումը Կիևյան ռեժիմի վրա սահմանված նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ընդլայնելու մտադրության մասին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Կիևյան ռեժիմի հարձակումների զանգվածային հարված է հասցրել Կիևի ռազմական ձեռնարկություններին եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևում եւ հարակից շրջանում գտնվող ռազմաարդյունաբերական եւ վառելիքային արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաեւ Դնեպրոպետրովսկի, Պոլտովայի, Չերկասիի, Չեռնիգովի եւ Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ ժամը 8-ի դրությամբ ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել 56-ը։ Փլատակներից կենդանի է դուրս բերվել 7 քաղաքացի։ Կիևում վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք։ Դարնիցկի շրջանում 9 հարկանի շենքը ավերվել է։ Փրկվել է 17 մարդ կամ 1 զոհ եւ անհետ կորած անձինք։
Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոկը։ Իսպանիայում տապի ալիքի հետևանքով մահացել է ավելի քան 1000 մարդ։ Պորտուգալիայի իշխանությունները եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել։ Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 47 աստիճան Ցելսիուսի։ Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել շոկի ընթացքում չվերահսկվող տարածքներում լողալու պատճառով։ Տապի ֆոնին երկրում գրանցվել է ևս 1000 մահվան դեպք։ Սաստիկ շոկ է դիտվել նաև Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի, ավելի քան 11000 մարդ վիրավորվել է։ Ըստ ազգային ժողովի նախագահի վենեսուելացի եւ օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու։ 7.2 եւ 7.5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին գրեթե 40 վայրկյան տարբերությամբ։ Դրանց հաջորդել է 780-ից ավել հետցնցում։ Լիբանանի հարավի Տյուրոս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ։ Իսրայելի ավիահարվածների ընթացքում լիովին ավերվել է 24 բազմահարկ շենք, ևս 5-ը մասամբ վնասվել է։ Փլատակների մաքրումից հետո պարզ է դարձել, որ զոհվել է 60 քաղաքացի։ Հունիսի սկզբին քաղաքում մնացել էր բնակչության մոտավորապես 10-ից 15%-ը։ Հայտարարված հրադադարից հետո վերադարձել է բնակիչների 89%-ը, բայց կան ընտանիքներ, որոնք զրկվել են օթևանից եւ ներկայում իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց բնակության վայրով ապահովելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի։ Մանրամասնում է տեսանյութը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևան թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաեւ, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից, նպատակ ունենալով սահմանափակել օտար մարդկանց մուտքը տարածք։ Ստացված տվյալների համակողմանի վերլուծության եւ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ արգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ ու օտարերկրյա հեռախոսահամարներ։ Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է 2 հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են 2 ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով արգրավել, փաթեթավորվել եւ կնքվել են հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության եւ անհրաժեշտ այլ քննչական գործողությունների իրականացման նպատակով։ Նշված անձը ձերբակալվել է։ Ներկայումս քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաեւ դրանում ներգրաված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու եւ նախաքննություն իրականացնող մարմին փոխանցելու նպատակով։
Եվ եղանակին ընթառաջ։ 2026 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։ 2026 թվականի հունվարից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 138 միլիոն 717 հազար խորանար մետր ջուր։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրբաց թողումներ առայժմ չեն իրականացվում։ Այս տարվա հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում հուլիսի 3-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան 4-ից 7 գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ին կբարձրանա ևս 2-ից 3 աստիճանով։ Հուլիսի 4-ից 6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։ Այս եթերաժամի համար այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։